Շիրակի մարզը եւ մասնավորապես Գյումրին, որը Երևանակենտրոն ռեժիմի ընդհանուր գնահատականներով համարվում է քաղաքատիպ մի բնակավայր, նաեւ անվերահսկելի եւ ցավոտ բնակավայրի համբավ ունի։ Ցավոք սրտի մարզը դժվար կամ ցավոտ հավանում են ոչ այն բանի համար, որ բազում խնդիրներ կան կուտակված այս մարզում, այլ որ որպես կանոն ամեն ընտրությունների ժամանակ գործող ռեժիմը այստեղ այս մարզում պարզապես տոկոսներ խփել չի կարողանում։ Այդպես էր 2007-ին, 2008-ին, 2012 թվականին, 2013 թվականի փետրվարի 18-ին, երբ չնայած Շիրակի մարզում Սերժ Սարգսյանի տոկոսներ խփելու մասին արած հայտարարությունների նա Շիրակում պարտվեց։ Բայց չգիտես ինչու այդ պարտությունը իրեն վերագրեց Շիրակի նախկին գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանը եւ հրաժարականի իր դիմումը գրեց։ Բարի օր, եթերում արխիվի մեկ օրն է։ Ցավալիորեն այսքանից հետո էլ Շիրակի մարզում Սերժ Սարգսյանը իր պարտությունը չի պայմանավորում մարզում առկա սոցիալ-տնտեսական վիճակով, ահագնացող արտագաղթով կամ ժողովրդի դժգոհությամբ։ Բոլորովին վերջերս նա մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Շիրակի մարզում իր պարտությունից, այն պայմանավորեց կուսակցական գրասենյակների գործունեությամբ, հայտարարելով, որ դրանք դեռ լիովին ձևավորված չէին ու դրա համար ինքը Շիրակում պարտվեց։ Ցավոք սրտի նույն տրամաբանությամբ են առաջնորդվում իշխանությունները նաև կադրային նշանակումներ իրականացնելիս, հաշվի չառնելով այն պարզ իրողությունը, որ գեներալները, որոնք հեշտափոխով գործուղվում են Շիրակի մարզում իրողությունը փոխել պարզապես ի զորու չեն, եւ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ոչ թե սպասում կամ պահանջում է պաշտոնյաների փոփոխություն, այլ երկրում իրավիճակի համակարգային փոփոխություններ է ուզում։ Բարև ձեզ, լավ է։ Աշոտ Գիզիրյան, նա Շիրակի մարզ եկավ 2010 թվականին։ Եթե ձեզ թվում է, թե ես եկել եմ ստեղ նկարվեմ գրամ, չարաչար սխալվում եմ։ 6-րդ վարչության քրեակատարողականի պետի մոտեցումներով ու տրամաբանությամբ երկար տարիներ ուժային փակ կառույցներում պատասխանատու բարձր պաշտոններ զբաղեցրած անձի համար նոր պաշտոնը, նաև լրագրողների հետ շփումը ոչ միայն խորթ էր, նաև օտար։ Այլև այն չէր, ինչ կկամենար Գիզիրյանը եւ ինչ բնորոշում կամ հուշում էր նրա աշխատանքային կարիերայի վերսլացող դինամիկան։ Մի պահ շատ կարճ ժամանակով տեղափոխվենք արխիվ 2010 թվական, երբ Աշոտ Գիզիրյանը առաջին անգամ Շիրակի մարզպետարանում էր։ Սկզբում ներկա եւ նախկին մարզպետները Շիրակի մարզպետարանի մուտքի մոտ պաշտոնապես դիմավորեցին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, ով էլ մարզպետարանի վարչության պետերին, գերատեսչությունների ղեկավարներին ու լրագրողներին ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետին։ Ես ուզում եմ շնորհավորել պարոն Գիզիրյանին մեր բոլորի անունից։ Եվ մաղթել իրեն համբերություն։ Նորանշանակ մարզպետը գյումրեցի լրագրողների հետ իր շփման սկզբում հավանաբար շփոթեց լրագրողներին կալանավորների հետ ու հրամայական տոնով հորդորեց. բոլորդ անջատեք ձայնագրիչներն ու ուշադիր լսեք։ Այսուհետ չէ գրելու ինքնակամ, այլապես կբացառվի մեր շփումը։ Ես գիտեմ, ձեր բնավորությունն է, գրում եք այն, ինչ կամենում եք, այսուհետ նման բան չի լինելու, ինձ հետ աշխատակարգը, իմ պայմանները այսպիսին են։ Թե ինչ պատճառներ կային, որ Աշոտ Գիզիրյանի պատկերացումները լրագրողի մասնագիտական գործունեության մասին այսպիսին են, նորանշանակ մարզպետը չմանրամասնեց, ասելով, թե նախապես եմ զգուշացնում, որ հետո խնդիրներ չունենանք։ Ինչով էր պայմանավորված կառավարության որոշումը Աշոտ Գիզիրյանին մարզպետ նշանակել։ Ասում են, որ հանրապետականների դիրքերը եկել եք ամրացնել։ Ես կուսակցական չեմ։ Գիզիրյանի հավակնությունների ու Շիրակի մարզ գործուղման պատճառներից խոսելուց առաջ նախ ներկայացնենք, որ նա հենց երկրորդ օրվանից հասկացավ, որ սա Գյումրին է եւ որ ինքը Շիրակի մարզպետ է։ Կտրուկ փոխեց աշխատավոճը, թե մարզպետարանի աշխատակից գործընկերների եւ թե լրագրողների հետ։ Ինչքան էլ իրենք փորձեն ինձ հոնից հանեն չի լինելու, ասեմ ձեզ ահագին լավ ամուր ներվեր ունեմ, այնպես որ արել լավ կլի մեզ հետ համագործակցեք։ Տարել ենք աստղ արդեն, ամեն օր մեզ նկարում են։ Արև ձեզ։ Արև ձեզ։ Արև ձեզ։ Ախ, վերությունը ոնց է։ Հիմա այն մասին, թե ինչ հավակնություններ ուներ Աշոտ Գիզիրյանը եւ ուր գործուղեց նրան համակարգը եւ ինչու։ Ես ինքս կարող եմ որոշել խի եմ ես նշանակվել։ Նշանակող են հարցրեք։
Հայաստանի Հանրապետության 3 նախագահների օրոք էլ մասնագիտական սանդուղքով վերև բարձրացած Աշոտ Գիզիրյանը, ով նաև իր լուրջ ծառայություններ մատուցել Սերժ Սարգսյանին 2008 թվականի մարտի 1-ի օպերացիայի ժամանակ Մյասնիկյանի արձանի մոտ, նվազագույնը Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի կամ որևէ նախարարի պաշտոնի հավակնորդ էր։ Սակայն ռեժիմը այլ բան որոշեց՝ գործուղել նրան Շիրակի մարզ։ Հնարավոր է Շիրակի մարզը սկսեի չասներային ինչի Ինչու Գիզիրյանը եկավ Շիրակի մարզ, այս հարցի պատասխանը մոտավոր կերպով տվեց փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, մարզը բնորոշելով մեկ բառով՝ դժվար։ Մարզը դժվար մարզերից է մեր հանրապետության։ Սերժ Սարգսյան։ Դժվար ասվածը առաջին հերթին իշխանությունների մոտ չափվում է տոկոսներ խփելու արդյունավետության տեսակետից։ 2007-ին եւ 2008-ին իշխանությունները այստեղ ցանկալի արդյունք չէին գրանցել, եւ քանի որ սպասվում էին երկու համապետական ընտրություններ 2012-ին եւ 2013-ին, իշխանությունները փոխանակետեւեին հասարակության բողոքի ձայնին եւ իրականացնեին խորքային համակարգային փոփոխություններ, որոշեցին գեներալ ուղարկել Շիրակի մարզ։ Իսկ Աշոտ Գիզիրյանը հավատարիմ ծառայելով երկրի իշխանություններին դժվարությամբ, բայց հնազանդվեց։ Քաղաքական վայրի համակարգի պայմաններում չծառայել համակարգի նշանակում է բուրգը կխժռի քեզ, եւ ուրեմն Աշոտ Գիզիրյանը այլ ընտրանք չուներ, քան համակերպել նոր պաշտոնին եւ աշխատել Շիրակի մարզում։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ փոխեց կամ ինչ արեց Աշոտ Գիզիրյանը Շիրակի մարզում կամ ինչ չարեց, որի համար գրեց հրաժարականի դիմումը եւ հեռացավ։ Նախ փորձենք պատասխանել առաջին հարցին. ինչ փոխեց նա Շիրակի մարզում։ Էական կամ ակնառու ոչինչ Շիրակի մարզի բնակչի համար իհարկե տեղի չունեցավ։ Մեկին հանելով, մյուսին տնելով, մյուսին փոխելով, հնարավոր չէ կազմի փոփոխություններ անելու։ Այդ մարդուն չէ, Ղազարյան չէ, ով կուզեղնի հանեն, տնեն, ընձի տանին, տնեն, որ ես հայրենասեր տղա եմ, հիմի ներգացրությամբ չեմ կրնա ոչինչ չնե։ Այս պարզ ճշմարտությամբ եւ նաեւ շիտակ գործեց Գիզիրյանը։ Չնայած երկրի հատկապես Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վատ տարածմանը, արտագաղթի տեմպերի ահագնացմանը, նա չընկավ գյուղեգյուղ եւ խոստումներ չշռայլեց, գիտակցելով մեկ ճշմարտություն, որ լինելով համեմատաբար փոքր դրամաչափի չինովնիկ, նա Շիրակի մարզում հեղափոխություն անել չէր կարող եւ չուներ լիազորություն։ Ինչ որ ինձանից կախված է, ես կանեմ որ լավ է։ Եթե ես կարող արել երկի դրությունը փոխել, այսօր կփոխեի։ Ճիշտ է։ Փոխեք։ Մարզում փոխել եմ։ Նա մարզում երկու բան հստակ փոխեց. վերաբերմունք մարզպետարանի աշխատակիցների նկատմամբ, բարձրացրեց նրանց հեղինակությունը եւ երկրորդ Գիզիրյանի ձեռքբերումն էր նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին իր պաշտոնից հեռացնելը։ Աշոտ Գիզիրյանը միակ մարզպետն էր, ում հետ հաշվի չնստել Ղուկասյանը ուղղակի չկարողացավ։ Նա պարտաճանաչ մասնակցում էր մարզխորհրդի նիստերին, ենթարկվում էր մարզպետին։ Այնպես որ այն, որ Վարդան Ղուկասյանը հիմա իր տեղում չէ, դրանում իր ուրույն դերն ունեցավ հենց Աշոտ Գիզիրյանը, ով Բալասանյանին քաղաքապետի պաշտոնում ներկայացնելու ժամանակ հայտարարեց, որ սա իշխանափոխություն է։ Պետք է նշեմ, որ դա այստեղից սկսվեց, այս քաղաքից։ Եվ մեզ բոլորիս հանգիստ մթնոլորտը, առողջ մթնոլորտը պետք է։ Մեկը պայքարում է հարստություն ձեռք բերելու համար, մեկն էլ պայքարում է, որ հիվերին Երուսաղեմում Տիրոջ աջակողմյան դասին արժանի լինի։ Չնայած մարզում գեներալի առկայությանը իսկական իշխանափոխությունը Շիրակի մարզում տեղի ունեցավ փետրվարի 18-ի ընտրություններում, որը Գիզիրյանը չգիտես ինչու համարեց իր պարտությունը։ Շարունակելով դատել ռեժիմի վայրի մտածողությամբ, գեներալը սխալը վերագրեց իրեն եւ հեռացավ։ Իսկ իշխանությունները դարձյալ նոր հետևությունների փոխարեն առաջնորդվելով նույն վայրի մտածելակերպով նոր գեներալ գործուղեցին Շիրակի մարզ, այս անգամ ազգային անվտանգության ծառայությունից։ Ինչից է որ կամ ԱԱԾ-ից կամ ընդհանրապես գեներալ են ուղարկում Շիրակի պատահականություն երգոյի իրարդավիճ չխելոք։ Շիրակի մարզում ինչն էր պատճառը, որ Սերժ Սարգսյանը պարտվեց, ինչով է բացատրվում պարտությունը։ Գնահատականը հետևյալն է, Շիրակի մարզում ինչ որ եղել է, դա արդեն ասում են ընտրությունների մասին։ Գեներալ լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանը, ով եկավ փոխարինելու Գիզիրյանին, իր անցած ճանապարհով, կագեբեական մեթոդներով կամ ուսադիժներին արկա աստղերի քանակով
ինքնադրսևորվել այնպես, ինչպես ձեռնտու կլինի գործող ռեժիմին, դարձյալ չի կարող։ Նա այդ հնարավորությունը մարզում չունի, եւ խորհրդային KGB-ի դպրոցը անգամ իր մեթոդաբանությամբ չի կարող շտկել այն իրավիճակը, որը ստիպում է իշխանություններին ջղաձգվել, տեսնելով ըմբոստ մարզում խփված խղճուկ տոկոսները։ Իհարկե Գյումրին տարբերում է մյուս տեղերից։ Մարզը այսպես ամբողջությամբ պետքան չէ, բայց Գյումրին տարբերում է։ Դա ուրիշ հարց է, դրա մասին հետո կանդրադառնանք, ես ավելի մանրամասն ասելիքներ ունեմ Գյումրին որպես քաղաք, քաղաքատիպ վայր, քաղաքատիպ ապրելակերպ։ Խնդիրը հենց կարծրացած այս մտածողության մեջ է, որն ունի ռեժիմը, եւ որը լեզվի սայթակումով անզգուշությամբ վրիպեց քաղաքից նոր ժամանած գեներալը։ Սա ավելի շուտ կարծրացած մտածողություն է եւ վերաբերմունք Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հավուր պատշաճի չի պատկերացնում մարզերի սոցիալ-տնտեսական առանձնահատկությունները։ Իշխանական էլիտա կոչվածի համար մարզերը անդեմ ռայոններ կամ ծայրամասային գավառներ են, որոնց հիմնական ֆունկցիան մայրաքաղաքի եւ կենտրոնական իշխանությունների պահանջմունքները բավարարելն է։ Սա տիպիկ գաղութատիրական ընկալում է, ինչի արդյունքում Հայաստանի մարզերը մատնված են անտարբերության, անտերության եւ որտեղից հարաճուն կերպով շարունակվում է արտագաղթը։ Եվ հենց այս կարծրացած անտարբերության եւ անգործության արդյունքն է նաեւ այն, որ Սերժ Սարգսյանները անհրաժեշտ տոկոսները Շիրակի մարզում խփել չեն կարողանում։ Որքան շուտ ըմբռնեն այս ճշմարտությունը իշխանություններն ու իշխանության հրահանգները կատարողները, այնքան ավելի շուտ չի բռնկվի այն պայթունավտանգ կայծը, որն առկա է Շիրակի մարզում եւ հանրապետությունում։ Իսկ ինչ կարող է անել Ֆելիքս Ցոլակյանը։ Ամենաշատը անկեղծ եւ շիտակ լինել շիրակցիների հետ, որպեսզի նրան այստեղի Շիրակից թոշակի ճանապարհելուց հետո հիշեն որպես շիտակ եւ լավ շիրակցու։ Դուք դիտում եք արխիվի մեկ օրը, կհանդիպենք ցտեսություն։